Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում մի աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Ակոպովնյան ձեզ համար նախապատրաստել է բացառիկ երաժշտական սպասված թողարկում, ունեմ շատ սպասված հյուր, պրեմիերաներ եւ այսպես շարունակ։ Մինչեւ բուն թեմային անցնելը ուզում եմ շնորհավորել օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, աստծոյնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ եւ տեղեկացնեմ, որ տեսահոլովակի սիմպաթիչնին արդեն ինձ մոտ տաղավարում է։ Ում այս խոսքը կիմանաք հենց հիմա։ Այնքան սիրուն, այնքան անուշիկ, մի աղջիկ էիր դու, որ հանդիպեցի, ախր էդքան գեղեցիկ, չեմ տեսել ես դեռ, չեմ տեսնի ողջ կյանքում, տարիները կանցնեն ու կգնա, իսկ ես հավերժ քո կողքին կմնամ, այն ամենը ինչ որ տեսակ կանցնի չի մնա ու կգնա, տարիները կանցնեն ու կգնա, կողքին կմնամ, այն ամենը ինչ որ տեսակ կանցնի չի մնա ու կգնա. Արև ես դու, արև երկնքից, ում սիրում եմ ես, լավն ես ամենքից, աշխարհը ողջ տանեմ քեզանից, որ լինենք հեռու բոլորից, տարիները կանցնեն ու կգնան, իսկ ես հավերժ քո կողքին կմնամ, այն ամենը ինչ որ տեսակ կանցնի չի մնա ու կգնա, որ տեսակ կանցնի չի մնա ու կգնա. Ես վստահ եմ, որ հենց հիմա շատերը առավել եւս ֆանատկաններ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն էլ ասում են մենք սպասում ենք, որ նա կլինի Ակոպովնայի մոտ, իսկ եթե չիներ դա արդեն կլիներ այլ թեմա, համենայն դեպս հասել ինձ մոտ, որովհետեւ մենք ունենք նորություն։ Մեծագույն սիրով ասեմ, որ իմ երիտասարդ ընկերոջն եմ հյուրընկալել Հովհաննես Թորոսյանին։ Հով ջան, ողջույն, բարի գալուստ։ Ողջույն Ջին ջան, ողջույն բոլորին։ Ես կրկին անգամ շատ ուրախ եմ, որ ստեղ եմ, արդեն հարազատ տեղ ա դարել ստեղ։ Միասին տնավորվել ես գումես չէ։ Շատ լավ։ Դե բայց դու գիտես, եթե օրինակ առաջինը ինձ մոտ չլիներ, դա միտինգի թեմա էր արդեն, ես կնեղվեի։ Դրա համար խելոք եկել եմ ստեղ։ Շատ լավ։ Մի հատ ուզում հետ գնանք ու գանք ներկային։
Դա ինչքան էլ Հովոն, իմ Լաուրաչկան, այնտեղ մնացած իմ ընկերները, որը ունի մի անուն կոչվում է Quattro, ես հասկացա նաև Instagram-յան ձերեջից, բացի բենդից, բոլորդ սկսել եք աշխատել նաև անհատականորեն, եթե չէիք աշխատում։ Բայց տեսալվակից երևում է, որ դու վաղուց այս թեմայի մեջ ես։ Դե հա, ճիշտ է, Quattro-ի մեջ ես Quattro-ի Հովանես Թորոսյանն եմ, բայց առանձին նորից իմ երգերը, անհատ երգերով հանդես եմ գալու։ Շատ է, այսինքն սա մի նոր գիծ է սկսում դրա հետ հավասար։ Իհարկե, բայց շատ նորություններ է լինելու, էլի նոր կլիպներ, նոր տեսահոլովակներ։ Իսկ Հովոն մենակ է, թե կա կողքը պրոդյուսերը, Իհարկե կա։ Նույն պրոդյուսերը, նույն Quattro-ի պրոդյուսերը, ինքը շատ լավ ընկեր է, ինձ շատ լավ մարդ է ու առանց իրա ամեն ինչ դժվար կլինի անելը, դրա համար չեմ կարող առանց իրա էլի։ Այդ նույն պրոդյուսերն է, չէ՞, որ Մոսկվայում է։ Այո։ Բացի այն, որ բենդ նախագծից կարելի է վաստակել եւ ունենալ լավ գիծ, փաստորեն կարելի է վաստակել նաեւ անհատականորեն։ Դե հա, ինքը չի նայում մեզ որպես ֆինանսի աղբյուր, նայում է որպես իր հարազատ, դրա համար ամեն ինչ լավ հունով ընթանում է։ Շատ է, բայց դուք նախագիծ եք ամենայն դեպս յուրաքանչյուրը։ Շատ լավ, հիմա սկսենք ամենասկզբից։ Սա համացանցը արդեն ողողված էր դեռ 20 օր առաջ, ինձ մոտ անընդմեջ իմեջին բերում էր Հովոն տարբեր դիրքերով, հագուստներով, հետո տեսահոլովակից հատված, այսինքն այդ ձևաչափը լավն է, ի դեպ են, որ երգը սկսում ենք քիչ-քիչ աշխատացնել, որ սպասենք տեսահոլովակին։ Սկսում ենք երգից, անցնում ենք տեսահոլովակին, պատմինց։ Իմ ամեն մի երգ ունի ինձ հարազատ մի բան մեջ է։ Կապ չունի բառերով ագրում երգությունով հավաքում, եթե այդ երգը վերցնում եմ, ես իմ երգելու համար, ուրեմն պետք է ինձ բնորոշ մի բան լինի։ Եվ այսինքն այս երգի մեջ էլ կա մի բան, իմ երգերը որ լսեք, ես իմ երրորդ երգն է, իմ երգերը որ լսեն, կհասկանան էլի, որ ես ինչ որ տարբերվող բան ունեմ, որ այդ իմ սրտից է գալի։ Շատ լավ, սիրո թեման արկա է բնական։ Դե հա, բայց կորած չէ, միշտ կա։ Հա, էլի, աղբոտ։ Կորածերը արդեն այդ 50-ից հետո կորածեր կերկես ինձ թվում է։ Այդ ժամանակ հներն էլ հետ կգան իմ կարծիքով, ավելին։ Իսկ տեսահոլովակի նկարանման ընթացքն ինձ նաև հետաքրքիր։ Ընկերներդ վստահ եմ էլի կողք կտեն։ Թիմակիցներիդ մասին է խոսքը։ Ինչ շատ են ակնում։ Իսկ կարող է տենց են, որ թեկուս անհատ երգիչ որոշես դուետ կազմել Լարայի հետ։ Բայց ոչ բենդ, երկուսով։ Մենք սովորել ենք էլի ձեզ երկուսի, դրա համար եմ ասում։ Ինձ համար եմ ասում, որ ասում եմ։ Այդ ժամանակը ցույց կտա։ Թեմա տվեցի, չէ՞ մտածել։ Բեկ ջան, մտածի։ Աղավարից են կողմա էլի կողքն անկերոջ, դրա համար եմ հարցնում։ Շատ լավ, կազմակերպենք միասին պրեմիերան քո թույլտվությամբ, այնպես ասում եմ, Ակոպովնան ջուրածեցում, շատ եք խոսում, պետք է նաև ներկայացնել, այնպես որ մեծագույն սիրով ասեմ, որ իմ ընկերը Հովանես Թորոսյանը ներկայացնում է նոր տեսահոլովակ 21 TV եթերում։ Պրեմիերան վայելում ենք, վերադառնում ենք տաղավար։ Մեկին ասես հավատը չի գա, որին է քո նման աղջիկը, որ սեր կա իմ սրտում լիքը, են որ դու էլ սուս։ Մեկին ասես հավատը չի գա, որին է քո սրտի գաղտնիքը, լիքը, 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 սեր կա էլ դու սուս։ Հանդիպումների հանդիպումը հենց մեր առաջին հանդիպումն էր Տեսակ քեզ սիրտս խփում էր Են որ դու էլ սուս Հիմա արդեն երբ իմ գրկում ես Աշխարհն է մի ձեռքով գրկում ես
Դե ինչ 21 TV-ի եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, վստահ եմ նրա ֆանատները, երկրպագուները, լսարանը գոհ են, շատ չդատապարտեք, որովհետև նոր է սկսում նոր աշխատանքներ, ամեն մի տեսահոլովակ մեկը մյուսից վստահ եմ խիստ տարբերվող է լինելու։ Ես շնորհավոր եմ ընկերոջս հերթական անգամ լավ գործի համար։ Ստոպ չտաս։ Եթե ստոպը լինում է եւ դու ինքդ մի տեսակ sense հոգնում ես արդեն են հավես չունենք, sense է լինում, բայց որ սկսում են անընդմեջ տեսահոլովակներ, լավ երգեր, թեկուս ուղղակի երգը լինի փոքր շորթի տարբերակով աչկածակում հավատա։ Հանդիսավարներն են այդ նկատում, դեռ շատ դեպքեր մեզ որ հասնում են, ում կառաջարկեք, ես պաշտում եմ նոր սերնդի հետ աշխատելուց, այսինքն ես հով կարամ հանգիստ ասեմ, որ ինձ հետ կարող է նաև հովոնել աշխատի մենակ։ Կարաս հով։ Իհարկե կարամ, խնդիր չկա։ Հիմա նաև այստեղ ասեմ, որ ծրագրի ավարտին մեզ սպասում է եւս մեկ անակնկալ։ Ես ուզում եմ այս պայն անցնենք ծրագրի մեր այն ֆորմատին, որ քիչ դեպքերում եմ կարողացել կուադրոին առաջարկել, շատ եք դժվար կլիներ։ Հիմա հովոն ինձ մոտ անհատականություն է, բլից հարցերին պատրաստ ես, մի քիչ ճաշակիդ հետ ծանոթանանք։ Գնացինք։ Օրը սկսում է առավոտյան ժամը։ Ժամը 10-ից։ Լուրջ ես ասում, երկար քնող չես։ Չէ, երկար քնող չեմ, քանի որ շատ գործ կա անելու։ Ապրես։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Ոչ են, ոչ են։ Սուրճ չես խմում։ Չէ, ավելի լավ է հաց ուտենք։ Բացայտում է։ Շատ լավ։ Նախընտրած ուտեստ ունես, ինչ ուզում ա լինի այդ քոննա։ Հա, խաշլամա։ Ապրես։ Իսկ խմիչք։ Խմիչք չէ, ալկոհոլ չեմ սիրում ալկոհոլ։ Դե օրինակ party-ա հիմա մի բան պետք է նախընտրենք, ինչ կնախընտրես։ Վիսկի։ Տեսա՞ր, միանգամից։ Իսկ նախընտրած կենաց կա, որ սիրում ես։ Ծնողների։ Ապրես։ Շատ լավ, սև, սպիտակ թե այլ գույն։ Սպիտակ։ Երեկոյան թե սպորտային հագուստ։ Երեկոյան։ Նախընտրած սպորտաձև կա, որ սիրում ես։ Մշամարտ։ Պարապել ես։ Ֆիլմ թե ներկայացում։ Ու ներկայացում։ Համակարգիչ թե հեռախոս։ Ոչ մեկ։ Ով ինչից ես վախենում։ Ինչից եմ վախենում։ Միշտ փորձում եմ ճիշտ լինել, արդար լինել, չեմ փորձում կեղծավոր լինել։ Ու վախենում եմ նրանից, որ հանկարծ մի օր այդպես բան չլինի, որ ինձ իսես կեղծավոր զգամ, մի բան անեմ, որ առաջից փոշմանեմ։ Այդ լուրջ թեմա է վախենալու համար պաստորեն։ Բան չասեցի։ Երևանում սիրված անկյուն ունես։ Հա, Կասկադ։ Հավատում ես երազների թով։ Հա, իհարկե։ Տեսնում ես այն նախազգուշացնող երազներից։ Իսկ ներքին ձայն լսում ես։ Բավարշե երազներ ուշուշ եմ տենում։ Քանի որ շատ քիչ եմ քնել։ Հա։ Տեսնելուց բաց նորմալ տեսնում ես։ Հա, տեսնելուց լավ տենում եմ երկար։ Իսկ ներքին ձայնիդ լսում ես։ Հա, իհարկե։ Ստեղ փոքր հովը կա, որ հետդ կռվում է։ Երկու հատ ունեմ միացնել։ Ով է հաղթում հով։ Բարին։ Շատ լավ։ Իսկ ռադիո թե TV։ Օ, այստեղ 21 TV։ Ինչ որ ուրիշ տեքստ ասեր, կտրվում էր եթեր ու բրծում էինք այսքանով։ Գնացինք։ Քիմ Քարդաշյան թե Viagra։ Քիմ Քարդաշյան թե Viagra։ Հա։ Քիմ Քարդաշյան, քանի որ հայ է Քիմ Քարդաշյան։ Իսկ եթե տենց որպես տղամարդ ենք ընտրում։ Քիմ Քարդաշյան։ Շատ լավ։ Իսկ սպորտից արի խոսենք, Խամզատ թե Մագրեկ։ Խամզատ։ Ապրես։ Բոքս թե շախմատ։ Вообще կուզեի ասեի շախմատ, բայց դե բոքս։ Հա, էլի։ Իսկ կա մարդ, ով գիտի քո բոլոր գաղտնիքները։ Հա։ Ով է։ Ծնողներս։ Ապրես։ Ավտոմագնիշից խոսենք, նախընտրած կա, որ տենց ստաբիլ սիրում ես այդ ավտոմագնիշը։ Հա, իհարկե։ Ու։ Դե Լամբորջինին է։ Հա։ Լավ։ Չեմ ունեցել, բայց կձգտեմ ունենալ։ Աստված առաջ։ Ամենաուժեղ կողմը քո բարձրաձայներ որն է։ Ամենաուժեղ կողմը խստությունը։ Լուրջ։ Իսկ ինչ առումով ես խիստ աղջիկների հետ կապված, թե բոլոր բարակ։ Բոլոր։ Իսկ եթե հիմա աղջիկների կողմից հարց եմ տալիս, մենք լտեղ ունենք պայքարելու, սիրտը գրավելու կա տենց թեմա, կարանք ասել, չէ, ուշա։ Հա, բայց։
Բնա կարայր ասեր ես մեծ սրտով տղա եմ, ոնց է, չնի ամեն մեկը մի փոքր կգտնվի տեղ, չեն կարա տենց բան ասել։ Նորից ասեմ։ Համոզում եմ։ Շատ լավ։ Եվ վերջում մի հարց, ավելի շուտ երկուսը, նախ կարգախոս ունես։ Չեմ մտածել դες կարգախոս։ Սկսի էլի մտածել, ինձ թվում է լավ թեմա է առաջնորդվելու համար։ Եվ վերջի հարցը, որ շատ քչերին եմ տալիս, ովքեր որ հումոր ունեն, նրանց եմ տալիս ավելի շուտ այս հարցը, կանավ եւ երկու խորտակվող անձ։ Մեկը Լարանն է, մեկը Ձինա Հակոբովնան է, ում ես փրկում։ Ավելի լավ է ես կանգնեմ, հերվիս նայեմ իմ համար։ Լարջան, անջատել կողքից կարող ես չնկարել։ Շատ լավ, ես ումնը կարող էր ասել Ձինջան, ինձ թվում է դուք երկուսով ինձ կփրկեք։ Գոնե տենց ասեր, տակից դուրս։ Դե լավ, ավելի լավ է ես լինեմ ձեր տեղը, դուք հերվիս նայեք։ Հա, այդ դուրս։ Եվ վերջում հուսով ես հարցին երկար չես մտածի։ Նախընտրած հեռուստահաղորդավարություն ես։ Ձինա Հակոբովնա։ Շատ լավ։ Հիմա վերջում են ավանդական թեմաս գիտես, սիրում եմ, որ ունենք հոբելյարներ, ունենք լսարան, որ սպասում են այս րոպեներին։ Մենք կարող ենք նաև երկի պրեմիերա նաև կազմակերպել ինձ մոտ։ Իհարկե։ Ես խնդրում տեսախցիկը քոնն եմ, հատ շնորհավորի օրվա հոբելյարներին։ Սիրով շնորհավորում եմ ձեզ հոբելյարներ ջան, մաղթում եմ ամենալավն ու բարին, ամենակարևորը անփորձանք, երջանիկ, մեկ էլ ամենալավ ավտոն դուք քշեք։ Ապրես։ Իսկ այսքանից հետո ավելի մոտ եք նստում, ձայնը բարձրացնում եք, որովհետև ընկերս հատուկ ձեզ համար երգ է պատրաստել։ Մեկին ասես հավատը չի գա, որին է քո նման աղջիկը, որ սեր կա իմ սրտում լիքը, են որ դու էլ սուս։ Մեկին ասես հավատը չի գա, որին է քո սրտի գաղտնիքը, լիքը, 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 սեր կա էլ դու սուս։ Հանդիպումների հանդիպումը հենց մեր առաջին հանդիպումն էր տեսակ քեզ սիրտս խփում էր են որ դու էլ սուս հիմա արդեն երբ իմ գրկում ես աշխարհն է մի ձեռքով գրկում ես սրտիս հալալ, հալալ, հալալ կեսնես մյուս
А я не знаю почему, но меня тянет. Меня так тянет, ох, как меня тянет. И я все время пропадаю ночами, ночами, ночами. Все это было не раз, и, к сожалению, все повторится, все повторится. Я только время поменяю и лица. Зеленый цвет я не поменяю. А я узнал интересный момент, что и Ван Гог, и Матисс, и Дали курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Я никогда тебя, мой милый, не забуду. Я не забуду, нет, я не забуду. Но говорить, что я люблю тебя, не буду. Уже не буду, уже не буду. Все это было не раз, и, к сожалению, все повторится, все повторится. Я только время поменяю и лица. Тому Матисс, а я узнала интересный момент, что и Ван Гог, и Матисс, и Дали курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. А я узнала интересный момент, что и Ван Гог, и Матисс, и Дали курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Почему на меня тянет? Меня так тянет, ох, как меня тянет. Я все время пропадаю ночами, ночами, ночами. Все это было не раз, и, к сожалению, все повторится, все повторится. Я только время поменяю и лица. Зеленый цвет я не поменяю. Что и Ван Гог, и Матисс, и Дали курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли. Курили табак, употребляли абсент, и кое-что, кстати, тоже могли.